Ողջունում եմ բոլորիդ ու ուրախ եմ, որ իրապես այս առիթն ունենք եւս մեկ անգամ Տիրոջ շնորհքով մեկտեղ հավաքվելու։ Կուզենամ, որ ժամանակ առ ժամանակ ամեն մեկդ էլ առիթ ունենաք ստեղից խոսելու, բաժնեկցելու այն, թե ինչպես ենք ավետարանը փոխանցում։ Մենք որպես եկեղեցի մեր հիմնական նպատակն է երկրից վրա աշակերտներ պատրաստելը։ Եվ դրանով պետք է Տերը փառավորվի։ Եթե շատ գիտելիք ունենք, բայց գործնականում այդ գիտելիքը չենք կիրառում, ասեմ ավելի մեղավոր ենք լինելու Աստծո առաջ։ Ինչի, որովհետև ավելի լավը չիմանայինք, քան թե գիտենք ու ինչ ենք անում, չենք կատարում, չենք հնազանդվում։ Փարիսեցիները շատ բան գիտեին, բայց փաստացի Հիսուսին չտեսան։ Ես չեմ ցանկանա, որ մենք որպես եկեղեցի փարիսեցի կամ այդ կրոնավորները լինենք, որ գիտենք ճշմարտությունը, գիտենք փրկության ճանապարհը, գիտենք միակ ճշմարիտ փրկչին ճանաչում ենք, բայց ինչ ենք անում, լուռ ենք, չենք խոսում, չենք փոխանցում։ Այսօր խոսելու ենք թագավորների թագավորի եւ տերերի Տիրոջ մասին։ Գիտեք, մարդկության պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում են տարբեր ինքնակոչ թագավորներ։ Լինում է դեպքեր, երբ որ այդ ինքնակոչ թագավորները հաջողություն են ունենում, բայց շատ դեպքերում ձախողվում են իրենց փորձերը։ Սենց մի քանի պատմություն եմ առանձնացրել, չգիտեմ, գուցե լսել եք թե չէ։ Մի հոգի կար, գերմանացի Թեոդոր Նյուհյոֆը 1736 թվականին, երբ որ ժամանում է Կորսիկա, ու հայտարարում է, որ զինված օգնության կերպով կկարողանա ազատագրի կորսիկացիներին։ Կղզու ազնվականներն էլ իրան դե որ կարա ազատագրի, հռչակում են նրան որպես թագավոր, անուն էլ դնում են Թեոդոր առաջին։ Սակայն որոշ ժամանակ հետո հասկանում են, որ ոչ մի կերպով չի կարողանում իրանց օգնի, իրան վտարում են այդ տարածքից, իսկ հետագայում էլ արդեն ձերբակալվում է, բանտարկվում է ու մահանում է աղքատության ու մենակության մեջ։ Ամերիկայի կայսրի մասին եմ հիմա խոսելու։ 1859 թվականին Սան Ֆրանցիսկոյի մի բնակիչ Ջոշուա Նորթոն անունով իրան հայտարարում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների կայսր։ Դե այնպես չէ որ ժողովուրդը լրջորեն են դա ընդունում, ինքը ժամանակ առ ժամանակ հատուկ հագուստներով, բանով պտտվում էր, բայց այնուամենայնիվ, երբ որ մահանում է, ժողովուրդը բավականին սենց մեծ բազմությամբ մասնակցում են թաղման արարողությանը։ 2011 թվականին մի ավստրիացի Քիթ Ֆլեմինգ անունով իր հողամասը հռչակում է որպես անկախ պետություն, Գրեյվի թագավորությունը հայտարարում։ Ճիշտ է, ոչ մի պետություն չի ընդունում, որ տենց անկախ թագավորություն կա, ինքն էլ անկախ թագավոր է, այդ ամեն ինչը մենակ ինտերնետի շրջանակում է, մինչև հիմա պտտվում այդ թագավորությունը այդ թագավորով։ Էլի կարակ կարդակ Լադոնիայի կայսրի մասին, որը որ շվեդ արվեստագետ էր, որը որ ինքն է Վիլքս հիմնադրում, Վիլքս հանրապետությունը ու ինքն էլ դառնում է միապետը։ Այնուամենայնիվ նորից այդ ամեն ինչի շրջանակը զուտ ինտերնետում է, ինտերնետով այդ ամեն ինչը պարփակված է եւ ամեն ինչը վերջանում է։ Սենց պատմություններ շատ կան, ինքնակոչիկներ շատ կան։ Եվ այն ինչ որ հիմա ներկայացնում է զուտ մարդկային իշխանությունների մասին է։ Բայց այսօրվա խոսակցությունը, այսօրվա մեր տոնակատարությունը, այսօրվա մեր հանդիպման հիմնական նպատակը այն է, եւս մեկ անգամ վերհիշելու եւ փառավորելու թագավորների թագավորին։ Տերի Տիրոջը, որը որ իրապես արժանի է ամեն փառքի։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան, ընթերցելու ենք միասին 21-րդ գլուխ 1-ից 10 համարները։ Մատթեոսի ավետարան 21 1-ից 10։
Եթե դեմ չեք, խնդրեմ ոտքի կանգնենք, Աստծո խոսքը ոտքի կանգնած կարդանք։ Մատթեոս 21, 1-10 համարներն ենք ընթերցելու։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտներին ուղարկեց եւ նրանց ասաց. «Գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուռակն էլ հետը։ Արձակեք ինձ մոտ բերեք, եթե որևիցե մեկը ձեզ ինչ որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Մարգարեի միջոցով ասված խոսքը. Սիոնի դստերն ասեք, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հեզ, էշին ու քուռակին հեծած։ Եվ աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրեց։ Էշն ու քուռակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին եւ Հիսուսը դրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ արջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրալին։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. ով է սա։ Աղոթենք։ Դեր Աստված փառք ենք քեզ տալիս իրապես այս գեղեցիկ օրվա համար, տերոնական օրվա համար, որ կարող են գալ քո առաջ մեծ արանքով, փառաբանությամբ, աղոթքով, Տեր։ Աղոթում եմ ով Հայր, որ օգնես, որ ամեն իրավիճակներում քո կամքը փնտրենք, Տեր։ Օգնիր, որ եւս մեկ անգամ այս համարների մեջ քո փառքը, քո մեծությունը տեսնենք, Տեր, եւ դրանով իսկ խոնարհվելով քո մեծության առաջ գնանք ու կամքիդ հնազանդ լինենք, Տեր։ Ողորմիր, օրհնիր եւ դու փառավորվիր Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Նստեք, խնդրեմ։ Հիսուսը այն խոստացված թագավորն էր, որը որ արժանի էր ընդունելու ողջ փառքը։ Սակայն երբ որ պահը եկավ, ոչ բոլորը այդ գիտակցեցին։ Ասեմ ավելին, այսօր նույնպես շատ քչերն են այս հասկացողությունը ունենում։ Ինչի որտեվ կարծես թե այս ուռենու ճյուղերը արդեն բավականին հայտնի են, բոլորը շատերը հիմա այդ ուռենի ճյուղներով, առանձին այդ օղակներով պտտվելու են, քայլելու են, բայց գիտեք, շատ քչերն են, որոնք որ իրապես հասկանում են կամ գիտակցում են, թե ինչ տեղի ունեցավ, ինչ կապ ունի ուռենու ճյուղը կամ ընդհանրապես ճյուղները։ Որն է այս ամեն ինչի իմաստը։ Եվ ոչ միայն դրսի մասին է խոսքը գնում, այլ շատ դեպքերում ինքներս մենք էլ որպես եկեղեցու անդամներ միշտ չէ որ հասկանում ենք իրապես, թե ինչ է նշանակում, որ Հիսուս թագավոր է կամ թագավորների թագավորն է։ Ինչ եմ այսպես ասում, որովհետև մեր կյանքը միշտ չի վկայում դրա մասին։ Որովհետև եթե իրապես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն է թագավորների թագավորը, իմ առօրյան, իմ ամենօրվա քայլը այդ ամեն ինչը ինչ անելու, ցույց է տալու։ Երևալու է, գործնականում այդ ամեն ինչը երևալու է։ Հակառակ դեպքում սա լոկ ինձ համար ինչ են, դատարկ խոսքեր են կամ պարապ ժամանակի անցկացնում։ Այսօր ուզում եմ 5 ճշմարտության մասին խոսել Հիսուս թագավորի մասին։ 5 ճշմարտություն, որը որ կարծում եմ, որ մեր կյանքում պետքա փոփոխություն բերի։ Առաջինը հիշեք սա, որ նրա ձեռքերի մեջ է մարդկության ողջ պատմությունը։ Տիրոջ ձեռքերի մեջ է մարդկության ողջ պատմությունը։ Եվս մեկ անգամ կարդանք 1-3 համարները։ Նայեք, ասում է, երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց։ Նայեք, երբ որ տեսնում ենք Հիսուս Քրիստոսի արդեն մոտենալը Երուսաղեմին, ինչ է կարծում, Հիսուս գիտեր, թե ինչ է տեղի ունենալու Երուսաղեմում։ Շատ լավ գիտեր։ Ոչ միայն գիտեր, այլ նաև դրա մասին հայտնել էր նաև ում աշակերտներին։ Այսինքն Հիսուս Քրիստոս այն ամեն ինչ որ ինքը անում էր, հստակ գիտակցված էր անում էր այն ցանկությամբ, այն կամքով ինքը ինչ որ հայրն էր ասել եւ այդ նույն կամքը համընկնում էր իր կամքի հետ, հետեւաբար
երբ որ ասում եմ ինքը ղեկավարում է մարդկության ողջ պատմությունը, դա նաև իր կյանքին էր վերաբերվում։ Երբ որ պահը եկավ, ինքը եկավ Երուսաղեմ, ինչի որտեվ ժամանակը արդեն մոտենում էր։ Նայեք, Հիսուս արդեն իսկ առաջի անգամ չէր, որ Երուսաղեմ էր եկել, եւ ասեմ, առաջի անգամ չէր, որ ուզում էին Հիսուսին սպանել։ Օրինակի համար Հովանո ավետարանում 7-րդ գլուխ 30 համարում տեսնում ենք, որ Հիսուս գալիս է Երուսաղեմ։ Հովանո ավետարան 7-րդ գլուխ 30 համարը։ Այն ժամանակ, երբ որ խոսում է, ներկայանում է, տեսեք ինչ ասում։ Այն ժամանակ ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր եկել։ Ուշադրություն դարձնում եք, որ ժամանակը դեռ չէր եկել, դա նշանակում է, որ ամեն բանում ձեռքերում էր, Աստծո ձեռքերում էր։ Տիրոջ ձեռքերում էր այդ ամեն ինչը։ Տերը գիտեր երբ է ժամանակը գալու ու երբ է թույլ տալու, որպեսզի ինքը մատնվի մարդկանց ձեռքը։ Նա էր ղեկավարում ինքն իր ողջ այդ ընթացքը, եւ այնպես չէր, որ պատահականություն էր կամ ստացվում էր ինչ-որ մի բան։ Ոչ միայն Տերն է ղեկավարում էր ինքը այդ ողջ իր ընթացքը, այլև Տերը շարունակական ղեկավարում է ամեն մեկիս կյանքը։ Ամեն մեկիս վարքյանը Տիրոջ ձեռքերի մեջ է։ Նույն Հովանո ավետարանում կարդում ենք, ասում է 13-րդ գլուխ առաջի համարը. Հիսուսը զատիկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամանակը, այս աշխարհից հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր որ այս աշխարհում են։ Ուշադրություն դարձնում եք, մի իրավիճակում տեսնում ենք, որ Հիսուս շատ հստակ Աստծո խոսքն ասում է, որ ժամանակը չէր, ցանկություն ունեին սպանելու, բայց չէին կարող, ինչի որովհետև դեռ ժամանակը չէր, բայց երբ որ ժամանակը եկավ, Հիսուս այդ ամեն ինչը գիտեր, աշակերտներին էլ ասել էր ու լավագույն կերպով շարունակական անում էր այն առաքելությունը, որի համար որ եկել էր։ Իսկ մարդկության ընթացքի մասին ինչ կարող ենք ասել։ Կողոսացիս նամակի մեջ առաջի գլուխ 16-ից 17 համարներն եմ ուզում ընթերցենք, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ երկնքում է ու երկրի վրա, այն ինչ երևում է եւ չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով ու նրա համար ստեղծվեց, ուշադրություն դարձնում եք, նա է ամեն ինչից առաջ ու ամեն ինչ նրանով է իր տեղում։ Ոչ մի բան երկրից վրա չի կարող գոյատևել առանց Տիրոջը պահպանության եւ առաջնորդության։ Մեր մարմինը չի կարող գոյատևի, եթե Տերը ամեն պահ մեր հետ չլինի։ Ու սա վերաբերվում է բոլոր մարդկանց։ Ընդհանրապես ընդհանրական շնորհը վերաբերվում է բոլորին, որտեղ մնացած մարդիկ էլ ովքեր որ չեն հավատում, օրինակի համար աթեիստները, որ չեն հավատում Աստված, որ Աստծո գոյությանը, չի նշանակում, որ Տերը իրենց կյանքում էլ այդ նույն գործունեությունը չի անում։ Տերը շարունակական իրանց էլ է օրհնում, իրանք էլ են կյանք ունենում, իրանք էլ են բարի կամ լավ օրեր կարծես տենում։ Առակաց 16:1 Մարդունն են մտքի ծրագիրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ Ուշադրություն դարձնում եք, լիքը ծրագրեր կարանք ունենանք, բայց վերջնական նույնիսկ խոսալու կարողությունը ում ձեռքերում է, Աստծո ձեռքերում է։ Առակաց 21:1 Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքերին ջրի վտակների նման է, որ կողմ ուզենա, ինչ կանի, կդարձնի։ Իսկ մենք ինչ ենք անում, որպես հայազգ, այսօր առավոտից իրիկուն իշխանավորներին ինչ ասես չենք ասում, ու կարծես տպավորությունը Աստված չկա, Աստված քնել է, ղեկավարն էլ անում անեց, ոնց որ ինքն է ցանկանում։ Այո, ինքը անում է այնպես, ինչպես որ ինքն է ցանկանում, բայց այնուամենայնիվ դրա վրա նաև ով է ղեկավարում, Աստված։ Ում դեմ ենք պայքարում, ինչ ենք մտածում, ինչ տրամաբանություն ունենք։ Եսայա 45:7 մի քիչ դժվարամարս համարեմ կարդալու։ Տեր Աստվածն է ասում. Ես եմ կազմում լույսը եւ ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը եւ ստեղծում ինչը դժբախտությունը։ Ես եմ Տերը, որ անում եմ այդ բոլորը։ Տիրոջ ձեռքերի մեջ է։ Տերն է, որ թույլ է տալիս նույնիսկ այն արհավիրքները, որոնք որ մեր կյանքում տեղի են ունենում։ Ընդունենք մենք դա, թե չընդունենք։ Տերը գերիշխան է եւ սա մենք պետք է շատ հստակ հասկանանք։ Ու գիտեք ինչն է զարմանալի։ Երբ որ այս հասկացողությունը կարծես թե ունենք,
Բայց ապրում ենք հենց ոնց որ ողջ կյանքը մեր ձեռքերի մեջ է։ Մենք ենք կարծես թե ղեկավարում։ Նայեք շարունակության մեջ ինչ է ասում։ Մատթեոսի ավետարանի 2-րդ համարը։ Եվ նրանց ասաց. գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապված էշ, քուրակն էլ հետը, արցակեք ինձ մոտ բերեք։ Եթե որևիցե մեկը ձեզ ինչ որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի։ Ինչ է կարծում, այն ինչ որ Հիսուս ասեց, այդ ձևել եղավ, թե չէ։ Այդպես էլ եղավ։ Այնպես ինչպես որ Հիսուսն ասում էր, այդպես էլ տեղի էր ունենում ամեն բան։ Ինչի որտեվ նա է իշխանը, նա է թագավորը մարդկության ողջ պատմության։ Իսկ մենք այսօր ապրում ենք, կարծես Աստված չկա եւ մենք ենք մեր կյանքի տերը։ Ինչ ուզենք, այդպես էլ կանենք, ոնց ուզենք, տենց էլ կվարվենք։ Ժողովուրդ տենց չի։ Այսօրվա հետ կապված իրապես ընդունում ենք նրա գերազանց մեծությունը, իշխանությունը մեր կյանքի վրա, թե ոչ։ Թե սա նորից զուտ սովորական մի օր է մեզ համար, որտեղ տոնակատարում ենք, ասում ենք Հիսուս թագավոր է եւ վերջ։ Արդյոք ընդունում ենք, որ ամբողջ մարդկության պատմությունը իր ձեռքերի մեջ է։ Նա է այդ ամեն ինչը ղեկավարում։ Թե կարծում ենք, որ մենք ենք ղեկավարում ամեն բան։ Երկրորդը այդ թագավորի մասին էր վկայում նաև Աստծո խոսքը, Տիրոջ խոսքը։ 4 եւ 5 համարները։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը։ Սիոնի դստերին ասեք, ահա քեզ մոտ եմ գալիս, քո թագավորը հեզ, էշին ու քուրակին հեծած։ Նայեք, Մատթեոս ավետարանիչը հենց այնպես չէր գրում ընդհանրապես պատմությունները։ Ավետարանները գրված չեն զուտ որպես ժողովածու Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործերի կամ հրաշքների։ Այն պատմությունների զուտ ինչ որ հավաքածու չի։ Լիքը պատմություններ կար, սենց ընդհանրական հավաքել ենք միտեղ, դարձել է ավետարան։ Չէ, Մատթեոս ավետարանիչը հստակ նպատակ ուներ։ Ես արդեն իսկ երկար ժամանակ սրա մասին խոսում էի։ Ինքը կարիք ուներ եւս մեկ անգամ շատ հստակ ցույց տալու հրեա հավատացյալներին, որ այն Հիսուսը, որ եկել էր, Քրիստոսն էր, խոստացված Մեսիան էր, խոստացված թագավորն էր։ Եվ դրա համար ինչ է անում, հիշեցնում է իրենց։ Ասում է, նայեք, այդ որ տեղի ունեցավ, հենց ուղղակի ընդհանրապես պատահական ինչ որ դեպք չէր։ Այս ամեն ինչը գրվեց, այս ամեն ինչը տեղի ունեցավ, որպես ինչ լինի, այն ինչ որ ժամանակին մարգարեների միջոցով ասվել էր, իրականություն դառնա։ Օրինակ Եսայա մարգարեն մոտավորապես 700 տարի առաջ այս իրադարձությունից գրում է Եսայա 62:11. Ահա թե Տերը ինչ լսել տվեց մինչ երկրի ծայրերը, ասացեք Սիոնի դստերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը, ահավասիկ նրա վարձքը նրա հետ է եւ նրա հատուցումը նրա առաջ։ Երբ որ նայում ենք մարգարեությունները, ընդհանրապես Հիսուս Քրիստոսի գալստյան, մարգարեները այն ժամանակ շատ չէին զանազանում Հիսուս Քրիստոսի առաջի գալուստը եւ երկրորդ գալուստը։ Եվ շատ դեպքերում, երբ որ մարգարեանում էին, մենք կտեսնենք էլեմենտներ, որոնք որ վերաբերվում են Հիսուսի առաջի գալստյանը եւ նաեւ երկրորդ գալստյանը, եւ այս ամեն ինչը մեր մոտ տպավորություն է ստեղծվում, որ միասնական է։ Սակայն ժամանակի ընթացքում եւ հայտնության ել ավելի բացվելով Աստծո խոսքը, մենք տեսանք, որ Հիսուս առաջին անգամ եկավ, բայց նաեւ երկրորդ անգամ է գալու։ Եվ այո, դրա մեջ կա ժամանակի բաժանում։ Սա միակ մարգարեությունը չէր Հիսուս Քրիստոսի մասին։ Առհասարակ, երբ որ խոսում էր փարիսեցիների դպիրների հետ, ժամանակ առ ժամանակ Հիսուս ինչ էր անում, հիշեցնում էր հետևյալ խոսքերը։ Հովհաննես ավետարան 5:39 համարը, ասում է՝ դուք քննում եք սուրբ գրքերը կարծելով, թե դրանց մեջ եք գտնելու հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է ում մասին, ասում է իմ մասին։ Դուք վկայում եք, կարծում եք, թե այս խոսքը ինչ որ հատուկ ձեզ տեղեկատվություն է տալով, որով որ առանձին ինչ որ փրկություն եք ստանալու։ Ասում է այնինչ այս խոսքը ում մասին է վկայում, իմ մասին է վկայում, Տեր Հիսուս Քրիստոսի մասին է վկայում։ Երբ որ մենք Աստվածաշունչը կարդում ենք, ինչ մոտեցում ենք ցույց տալիս։ Մենք կարծում ենք, որ Աստվածաշունչը զուտ բարոյախրատական գրքերի ինչ որ հավաքածու է կամ գիրք է։
Մենք կարծում ենք գուցե զուտ ինչ որ հեքիաթների հավաքածու է, կամ կարծում ենք հրյաների հորինվածքա, որպեսզի կառավարեն աշխարհը, կամ հրյաների պատմության մասին է խոսքը գրում։ Երբ որ Աստծո խոսքն ենք նայում, կարդում, ուսումնասիրում, ինչ ենք դրա մեջ ակնկալում, ինչ ենք փնտրում։ Արդյոք դա մի խոսք է, որի միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն։ Արդյոք խոսքի միջոցով մենք աճում ենք Աստված ճանաչողության մեջ։ Արդյոք երբ որ ավետարանը կարդում ենք, մենք ճանաչում ենք Քրիստոսին։ Նայում ենք Քրիստոսին, թե նայում ենք Քրիստոսի արածներին։ Ինչի եմ սա ասում, որտեղ այսօր շատ-շատերը նայում են ոչ թե Քրիստոսին ավետարանի միջոցով, այլ նայում են Քրիստոսի տվածին, թե տեսնես ինչ կտա, որպեսզի այս մոտեցումը ցույց տամ։ Իրենց շատ հետաքրքիր չի Քրիստոսն ինչպիսին էր, ով էր, ինչ էր ցանկանում։ Այդ մարդկանց ինչ է հետաքրքիր, իրենց եսն է հետաքրքիր։ Տեսնես Հիսուս ինչ է ասել ինձ համար, իմ լավ լինելուս համար, որպեսզի ես լավ լինեմ։ Նորից Հիսուս Թագավորը, Հիսուս ամենակարող Տեր Աստվածը գրված է խոսքի մեջ։ Դրա համար Հիսուս Քրիստոս ինքն ասաց. ճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունը ձեզ ինչ կանի, կազատի, որտեղ ինքն էր այդ ճշմարտությունը։ Մեր կյանքում փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ որ խոսքի միջոցով մենք իրապես ճանաչենք Տիրոջը։ Կարդացեք ավետարանը ու տեսեք դրա մեջ Քրիստոսին, սովորեք Քրիստոսի մասին։ Տեսեք ինչպիսին է նա, ինչ առանձնահատկություններ ունի, ինչ է ցանկանում։ Երբ որ կարդում եք 5 կտականը մի կարդացեք որպես զուտ բարոյախրատական պատմություններ։ Դե Դավիթը այսձև արեց, մենք էլ այսձև պետք է անենք, ստեղ ասում է մի գողացիր, ստեղ ասում է այս մի արա, այսինքն դառնում է նորից պարզ բարոյախրատական ինչ որ դասեր։ Սա մի արա, սա արա եւ մենք կարծում ենք, որ դա ճիշտ է։ Չէ, ժողովուրդ ջան, 5 կտականում նույնպես փնտրեկում Աստծուն։ Ճանաչեք Աստծուն։ Ճանաչեք Աստծո բնավորությունը, ճանաչեք ինչպիսին է նա, ինչ է ակնկալում։ Ինչի որտեվ միայն Աստված ճանաչողությունն է, որ փոխելու է մեր կյանքը։ Միայն նրա փառքն է, որ փոխելու է մեր ընթացքը։ Դրա համար Մատթեոս ավետարանիչը ինչ արեց, հիշեցրեց։ Ասեք այն ամեն ինչ որ գրված էր նրա համար, որպեսզի հաստատվեր եւս մեկ անգամ։ Որ սա է այն խոստացված Թագավորը, որ մարգարությունը մենք տեսնում ենք 700 տարի առաջ, 500 տարի առաջ սրա մասին ասվել էր։ Երրորդը նրան են հնազանդվում ճշմարիտ աշակերտները։ Եթե մենք Հիսուս Քրիստոսին որպես Թագավոր ընդունում ենք, ուրեմն ինչ պետք է դրանից գա։ Հնազանդություն։ 6-րդ համարը աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուս նրանց պատվիրել էր։ Ուշադրություն դարձնում եք, ավելորդ հարցեր չեն տալիս։ Չեն ասում, ախր ոնց կլինի։ Նույնն է ոնց որ հիմա դուք գնաք անծանոթ մեկի մեքենան նստեք ու վարելով գնաք։ Հասկանում եք, այդ ժամանակ դա ինչ որ մեկի փոխադրամիջոցն էր։ Հարցեր չեն տալիս, այնուամենայնիվ ինչ են անում, կատարելապես վստահում են ու գնում են, ինչի։ Որտեղից է վստահությունը, որտեղ գոնե արդեն քիչ շատից 3 տարի Հիսուսի հետ քայլելով տեսել են, որ այն ամեն ինչ որ Հիսուս ասում է, այդ ամեն ինչ իրականություն է դառնում։ Խոսք առ խոսք ամեն բանը իրականություն է դառնում։ Երկրորդը տեսել էին արդեն իսկ որ Հիսուս Քրիստոս ունի ինչ իշխանություն։ Իշխանություն ամեն ինչի վրա։ Իշխանություն խոսքի նկատմամբ, իշխանություն հիվանդությունների նկատմամբ, իշխանություն դևերի նկատմամբ, իշխանություն բնության նկատմամբ, իշխանություն մահվան ու կյանքի նկատմամբ։ Դերևս ամբողջական պատկերացում չունեին Քրիստոսից, որտեղ դերևս պահ չէր եկել։ Պետք է Սուրբ Հոգին գար եւ վերջնական պետք է ճանաչեն, ինչի որտեղ խաչելությունից հետո փախնում գնում են, իրանք դերևս իրանց տրամաբանություն ունեն, բայց այնուամենայնիվ 3 տարի փորձառաբար տեսել են, որ Հիսուսն ինչ որ ասում է, այդ ամեն ինչը իրականություն է դառնում։ Դրա համար հնազանդվում են, կատարում են այնպես, ինչպես որ Տերը նրանց ասեց։ Հիմա մենք շատ դեպքերում մեզ անվանում ենք աշակերտներ, բայց գործնականում չկանք։ Քայլերը, երբ որ շոշափելի պետքա ցույց տա, ես աշակերտ եմ, թե ոչ, չկա։ Աշխարհիկ մարդուց շատ բանով չեմ տարբերվում։ Լավ չեմ հայոյում, գուցե որոշ առումով փորձում եմ բարոյական կյանքով ապրեմ, ու այսքանով սահմանափակվում է ամեն բան։
Արդյոք աշակերտ լոկ միայն նշանակում է այս ինչ բանն անել, այս ինչ բանը չանել։ Սա է նշանակում հնազանդությունը։ Դե համար երբ որ օրինակի համար եղբայրներն այսօր վկայում էին, ես կուզենամ, որ ամեն շաբաթվա կտրվածքով մենք բոլորս էլ այս վկայության առիթներն ունենանք։ Թե ինչպես հնազանդվեցի Տիրոջը, ինչպես ավետարանը փոխանցեցի, ինչպես ծառայեցի, ինչպես լավագույնն արեցի, որպեսզի Տերը փառավորվի։ Հովաննես ավետարան 10-րդ գլուխ 27 համարում ասում է. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ»։ Ուշադրություն դարձեք, Հիսուս առանձնացնում է ճշմարիտ աշակերտներին։ Նրանք, ովքեր որ իմն են, ինչ են անում, իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ։ Ճանաչել ասած այնպես չէր, որ այդ մոտ փոխ հարաբերության մասին է խոսքը գնում։ Արմեն եղբայրը անընդհատ այդ ժողովողում 5 տականից մանավանդ անընդհատ սրա մասին խոսում է։ Ճանաչում եմ նրանց, այսինքն ունեմ այդ մոտ փոխհարաբերությունը, բայց ուշադրություն դարձեք շարունակությունը։ Եվ նրանք ինչ են անում, գալիս են իմ ետևից։ Սա ինչ է նշանակում։ Անում են այնպես, ինչպես որ ես էի անում, հնազանդվում են իմ խոսքին, հնազանդվում են այն օրինակին, որը որ ես ձեզ ինչ եմ արել, փոխանցել եմ։ Դրա համար Մատթեոս ավետարանում 28-րդ գլխում աշակերտներին ինչ անում, պատվեր է տալի, ասում է գնացեք ու սովորացրեք, որ պահեն այն ամենը, ինչ ես ձեզ սովորացրեցի։ Այն ամեն ինչ որ ես ձեզ սովորացրեցի, այդ ամեն ինչը զուտ գիտելիքի համար չի։ Տիրոջ մոտ վարդապետական քննություն չեք հանձնելու։ Երկինք մտնելու համար պատկերացեք գաք, sense նստածեք, հրեշտակները գալիս են թեստերը ու պետքա հանձնեք, տեսնես ով ինչքան վարդապետական թեմաների մասին գիտի, ով ինչ արը։ Սրա մասին չի խոսքը գնում, ժողովուրդ ջան, հնազանդության մասին է խոսքը գնում։ Դրա համար Հիսուսն ասաց երկնքում գանձեր դիզեք, ինչպես է լինում, Տիրոջ խոսքին հնազանդվելով։ Փրկությունը առանց գործերի է, Տերը ուղղակի շնորհքով իր ողորմությամբ ձրի որպես պարգև տալիս է։ Բայց մենք մեր պատասխանատվությունն ունենք։ Մենք պետք է հնազանդվենք։ Հիշեք մի բան, չի լինում հավատ կամ սեր առ Աստված առանց հնազանդության։ Լսում եք։ Չի լինում հավատ կամ սեր առ Աստված առանց հնազանդության։ Բոլոր են բաժակաճառերը, որ խոսում են մեռնեմ Աստծո զորությանը, մեր Աստվածը, մեր սրբությունը ու նման արտահայտությունը առանց հնազանդության, ինչ են? Զրո, ոչինչ են։ Դատարկություն են։ Իմ կյանքում կա այդ հնազանդությունը։ Արդյոք իրապես փափագում եմ այն ինչ որ լսեմ, կյանքիս մեջ գործնականում կատարեմ։ Ես փոքր խմբերի հետ կապված մի քանի ժամանակ անընդհատ եղբայրներին էլ խոսում եմ ու քաջալերում եմ, որ նույնիսկ փոքր խմբերում այն ինչ որ սովորում ենք, գործնական պահ լինի։ Որպեսզի առիթը լինի տեսնենք, այն ինչ որ սովորեցինք։ Մեկ շաբաթ անցավ, մեկ շաբաթվա ընթացքում այն ինչ որ սովորեցի, կիրառեցի թե ոչ։ Այն ինչ որ սովորում ենք, գործնականում մեր կյանքում կյանք դառնում են թե ոչ։ Հասկանում եք, հոգևոր կյանքը չի սկսվում Կիրակի 12:30-ից, վերջանում, չգիտեմ, ժամը 1-ին կամ 1:30-2-ին։ Խոսքը այս ժամերի այս պահի մասին չի, որ զուտ մենակ լսենք, վերջում ասենք ամեն, հետո մոռանանք ամեն բան ու գնանք ամեն մեկս մեր կյանքով, մեր ընթացքով ապրելու։ Սրա մասին չի, ժողովուրդ ջան։ Այլ Տիրոջը հնազանդվելու մասին է։ Ինչի, որովհետև եթե նա թագավոր է, թագավորի ճշմարիտ աշակերտները, ճշմարիտ ծառաները ինչ են անում այդ թագավորին? Հնազանդվում են։ 4-րդը նրա խոնարհությունը մեծագույն օրինակն է մեզ համար։ 7-րդ համարը Էշը ու քուրակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին եւ Հիսուսը դրանց վրա նստեց։ Նայեք, չեն բերում ձի, չեն բերում, այսինքն կարգ, մեծ շքախումբ չկա, դիմացը զորքեր չեն գնում։ Եթե կարծում եք այդ ամեն ինչի կարողությունը կամ հնարավորությունը չուներ Հիսուս, սխալվում եք։ Շատ լավ էր ուներ։
Երբ որ պահը գալիս է ու Պետրոսը փորձում է մի փոքրիկ դանակով պաշտպանի Հիսուսին, ասում է ինչ ես կարծում, չեմ կարա մի լեգիոն հրեշտակներ կանչեմ, որ ուղղակի գան ու պայքարեն կռվեն ինձ համար։ Կամ նույնն էլ երբ որ խոսում է, ասում է քո իշխանությունը կամ քո թագավորությունը ստեից, ասում է եթե ստեից լիներ, իմ ծառաները հիմա կռիվ կտային ինձ համար։ Հասկանում եք, Հիսուս այդ իշխանությունն ուներ, բայց այնուամենայնիվ ինչ է անում։ Այդ ավանակի վրա են մտնում, ցույց տալով, որ բերում է ինքը խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։ Թագավորը, ով բերել է խաղաղություն եւ ցույց է տալիս, որ ինքը խոնար, հեզ է։ Զաքարիա մարգարեն մոտավորապես 550 տարի առաջ մարգարեացել է այս իրադարձությունների մասին։ Զաքարիա 9:9 Մեծապես ուրախացիր, ով Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի դուստր։ Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը։ Նա արդար է ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, էշի ձաքի ավանակի վրա։ Ուշադրություն դարձրեք։ Նա թագավոր է, բայց ինչ ասում առաջինը արդար թագավորը։ Գիտեք, մեր ժամանակում արդար թագավոր գտնելը կամ արդար ղեկավար գտնելը անհնարին է։ Նորից շատ շատերը փորձում են ղեկավարությունից կամ մարդկանցից մաքսիմում արդարություն գտնեն, այնինչ պետք է հասկանան կատարյալ արդար մեկը չկա։ Աստծո խոսքն ասած ընդհանրացրեց, արդար չկա, մեկն էլ չկա։ Բայց այս թագավորը, որ գալու էր, Հիսուս Քրիստոսը, որ գալու էր, ինչ էր, արդար էր։ Հովաննես ավետարան 5:30 համարը, ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել, ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ։ Իմ դատաստանը արդար է, որտև ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքն եմ կատարում։ Տեր Հիսուս Քրիստոս կատարելապես կատարեց Հոր Աստծո կամքը։ Կատարելապես արդար կերպով դատեց։ Եվ այս դատավորը արդար դատավոր է։ Երկրորդը տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս նաև փրկագործ էր։ Այսինքն եկել էր փրկելու, եկել էր ազատագրելու։ Ճիշտ է, մարդիկ ուրիշ ազատագրման էին սպասում։ Իրեք Իսրայելը այդ ժամանակ հռոմեական լուծի տակ էր գտնվում եւ իրենց ակնկալիքը ֆիզիկական հաղթանակն էր։ Երբ է գալու Մեսիան, որ ինչ անի, մեզ ազատագրի մեր թշնամիներից ու մենք առոք փառոք նորից ապրենք։ Մենք նորից Դավթի նման ժամանակվա հատվածում հզոր պետություն ունենանք։ Մենք Սողոմոնի նման հզոր պետություն ունենք։ Սա էին ակնկալում։ Սա էին ակնկալում մարդիկ, սա էին որոշ առումով ակնկալում աշակերտները, բայց Հիսուս սրա մասին չէր խոսքը գնում։ Իր փրկությունը, այս պայծրության ֆիզիկական փրկությունը չէր։ Այլ իր փրկությունը հոգու փրկությունն էր, որը որ շատ ավելի կարևոր էր։ Մատթեոսի ավետարան 20:28 համարը, ինչպես որ մարդի որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի եւ շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա։ Հիսուս Քրիստոս չեկավ, որպեսզի իրան ծառայեն, այլ որպես թագավոր, որպես հեզ եւ խոնար եկավ, որպեսզի իր անձը ինչ անի, փրկագին տա, որտեվ մենք մեզ չենք կարա փրկենք։ Մարդը ինքն իրեն չէր կարա փրկեր։ Պետք է կատարյալ մեկը գար։ Ու պատկերացեք այս թագավորը, որ ամեն բան իր ձեռքերի մեջ է, հեզ եւ խոնար կերպով ինքը որպես մորթված գար տրվում է գազան մարդկանց ձեռքը։ Ու նորից սա իր կամքն էր, իր ցանկությունն էր հնազանդվելու։ Եվ երրորդը ասում է խոնար էր։ Մի բան, որ այսօր չես տեսնի առաջնորդների, աշխարհիկների մոտ, բայց գիտեք ինչն է խնդիր։ Մի բան, որ շատ դեպքերում չենք էլ տեսնում եկեղեցում, հավատացյալների մեջ, հավատացյալների շրջանակում։ Ամեն մեկը փորձում է ինչ անի, ինքն իր անձը բարձրացնի։ Փորձում է ավելի ցույց տա, որ մենք ու ցավում եմ, այս հիվանդությունը նաև մտած է եկեղեցում։ Եսի պաշտամունքը մտած է եկեղեցիներում։
Մեկ քարոզներ ես նայում ու տեսնում ես ամեն երկրորդ բառը ես էս արեցի, ես այն արեցի, էս ձևա, այն գրվա, ու սենց սաղ պտտվում է ու նայում ես Քրիստոս թե այդ մարդը ու տեսնում ես որ այդ մարդն է գերակայում այդ ողջ քարոզի շրջանակում։ Նույնպես եւ մեր կյանքի շրջանակում։ Ինչի մասին ենք մենք մտածում, որն է ամեն ինչի կենտրոնը։ Մենք ենք, թե իրապես Տերն է։ Մատթեոսի ավետարան 11:28-29 Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեր վրա վերցեք եւ ինձանից սովորեք, ինչու՞։ Որտեւ ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք։ Սա այն կատարյալ օրինակն է, որին որ մենք պետք է հետևենք։ Հետաքրքիր է, որ Հիսուսի խոնարհությունը մենք տեսնում ենք իր ծննդից, իր ամենասկզբից, երբ որ մարդացավ։ Իր ծնունդն էր խոնարհության գագաթնակետը, որ աշխարհի փրկիչը, թագավորների թագավորը ծնվեց Գոմում, Մսուրում, կենդանիների շրջանակում։ Նրան դիմավորեցին հովիվները, հարուստները չէին, թագավորները չէին, այլ պարզ սովորական այն ժամանակվա աշխատողներն էին։ Հիսուս իր ողջ կյանքի ընթացքում ցույց տվեց այդ խոնարհության օրինակը, եւ մենք էլ պետք է այդ օրինակին հնազանդ լինենք։ Չփնտրենք մեր եսը, չփնտրենք մեր անձը, ինչի, որտեվ ով որ իր անձը բարձրացնի, արդյունքում ինչ կլինի, կխոնարհվի։ Իսկ ով որ խոնարհվի, Տերը նրան ինչ կանի, կբարձրացնի։ 5-րդը Նրան արժանի է տալ, մեր Տիրոջը արժանի է տալ ողջ երկրպագությունը, 8-9 համարները։ Ժողովրդի միջից շատերը իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղներ էին կտրում ու ճանապարհին փռում։ Ուշադրություն դարձեք, երբ որ խոսքը գնում է հագուստին, այն շատ եմ ասել, այն ժամանակ լիքը հագուստներ չունեին։ Ու ճանապարհներն էլ ասֆալտապատ չէին, էլի, որ ասենք, չգիտեմ, չի կեղտոտվի, բայց իրանք հասկանալով որոշ առումով թե ով է գալիս, իրանց հագուստը փռում էին, որպեսզի Տերը փառավոր մուտք ունենա։ Սա էր իրանց երկրպագության կերպը։ Շարունակության մեջ ասում է, եւ արջևից ու ետևից գնացող բազմությունը բացականչում էր, ասում, Օվսաննա, արդեն խոսեցի Օվսաննա բառի մասին, որ նշանակում է փրկիր մեզ։ Ունեին այդ վստահությունն եւ ասում էին, «Ո փրկիր, հիմա փրկիր»։ Դավթի որդուն։ Ինչի է շեշտում Դավթի որդի։ Դավթի սերունդից պետք է գար Մեսիան, այսինքն սա նորից ժողովրդի կողմից մեսիական տիտղոսն էր, որ իրանք ինչ էին անում, բացականչում էին, ասում էին, «Ո փրկիր Մեսիա, ո փրկիր այն մեկը, ով որ խոստացվել էր, որ պիտի գա։ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա բարձրյալին»։ Ուշադրություն դարձեք, որ բարձրացնում են Տիրոջը եւ երկրպագություն են տալիս։ Ժողովուրդը ընդունեց իրան որպես թագավոր, ընդունեց որպես Մեսիա ու որպես փրկիչ։ Մենք այսօր ինչ երկրպագություն, ինչ հասկացողություն ունենք իրապես։ Ճիշտ է, իրենց ակնկալիքներն այլ էր, բայց շատ դեպքերում հիմա մեր ակնկալիքներն էլ են ուրիշ լինում։ Ինչ ակնկալիքներ ունենք։ Այն ժամանակ ամբողջ քաղաքը թնդաց։ Ու գիտեք ինչ հարց առաջացավ։ Որոշները սկսեցին իրանց մեջ հարց տալ։ 10-րդ համարը։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, հարցնում էին, ով է սա։ Այս հարցը ժամանակ առ ժամանակ ավետարանում կտեսնեք։ Թե մարդիկ էին տալի Հիսուսի հետ կապված, թե Հիսուսն էր ասում մարդիկ ինչ ով են ասում, թե ես ով եմ, եւ ժամանակ առ ժամանակ նաեւ կողքիններն էին այդ հարցը տալիս։ Ես ձեզ եմ ուզում այդ հարցը տամ։ Իրապես ով է Հիսուս ձեզ համար։ Որպես ով եք ճանաչում իրեն։ Զուտ միայն ձեր փրկիչն է, ինչ լավ է, որ խնդիրներ ունեմ, կգնամ մոտը կփրկի, նեղություն ունեմ, կգնամ մոտը կփրկի, կարիք ունեմ, այդ կարիքը կլրացնի, զուտ միայն փրկիչ է, թե Տերել է, թագավորել է։ Ինչի որտեվ եթե ես ընդունում եմ, որ Տեր ու թագավոր է, նշանակում է ես ով եմ։ Ծառա եմ, ստրուկ եմ, այո։
Որտեվ ծառա բառը բնագրի մեջ նշանակում է ստրուկ։ Ինչ որ Տերս ասեց, ես դա էլ պետքա անեմ, դա էլ պետքա լինեմ ու կատարեմ։ Հետաքրքիր է, երբ որ Հիսուսին խաչում էին արդեն, Տերը կամենա եկող շաբաթվա մեջ խոսելու ենք, Մարկոս ավետարանը հետաքրքիր մի եզևի խոսք է գրում, 15-րդ գլուխ 25-26 համարները։ Ասում է, երրորդ ժամն էր, երբ նրան խաչեցին, եւ գրված էր նրա հանցանքի պատճառ, ուշադրություն դարձրեք։ Երբ որ խաչում էին, հանցանքը գրում էին ով է, Գողա, Մարթասպանա, ով է։ Մարկոսն ասում է, գրված էր հանցանքի պատճառը, հրյաների թագավորը։ Իրեք հետաքրքիր է, որ սա այո ծաղրական էր, բայց այնուամենայնիվ մի օր առաջ արդեն իսկ այդ հաղթական մուտքը ունեցել էր եւ շատերը բացականչեցին ու ընդունեցին Հիսուսին որպես թագավոր։ Գիտեք, բայց նույնիսկ այս գրվածքը իր մեջ սխալ էր պարունակում։ Ինչի որտեվ Հիսուս մենակ հրյաների թագավորը չի։ Տեր Հիսուս Քրիստոս ողջ աշխարհի թագավորն է։ Դրա համար հայտնության գրքում արդեն 19-րդ գլխում տեսնում ենք, թե իրապես ինչպիսի տիտղոս ուներ Տեր Հիսուս Քրիստոս։ Հայտնություն 19-16 նրա զգեստի ու ազդրի վրա գրված էր անունը թագավորների թագավոր ու տերերի տեր։ Սա է այն խորհուրդը, որ ուներ։ Սա է այն Տերը, որին որ մենք ծառայում ենք, որը ոչ թե զուտ միայն թագավոր էր մնացած թագավորների նման, Տեր էր մնացած տերերի նման։ Նա վեր է բոլոր թագավորներից։ Վեր է բոլոր տերերից։ Եվ իր գահը վեր է բոլոր գահերից։ Ու գիտեք խնդիրն ինչումն է։ Ընդունենք մենք սա, թե չընդունենք, Տիրոջ փառքից որևիցե բան ոչ պակասելու է, ոչ էլ ավելանալու է։ Խնդիրը գիտեք ինչումն է։ Եթե ընդունենք, Տիրոջ թագավորության մեջ լինելու ենք։ Որպես Տիրոջ ծառա իր հետ ենք լինելու, հավիտենականությունը իրար հետ ենք անցկացնելու։ Եթե մերժեցինք, տենց խաբված էլ լինելու ենք ու ավերշական արդյունքում խոնարհվելու ենք Տիրոջ մեծության առաջ։ Բայց այս խոնարհումը արդեն ուշ է լինելու։ Ինչի որտեվ հավիտյան բաժանված ենք լինելու, հավիտյան դատապարտված ենք լինելու։ Ինչի, որտեվ տերերի Տիրոջը, փառքերի Տիրոջը, թագավորների թագավորին արժանի կերպով փառքը չտվեցինք եւ չերկրպագեցինք։ Այսպիսի Տեր ունենք, այսպիսի Տիրոջն ենք ծառայում։ Դրա համար այս ուռենիները, այս ամեն ինչը այսօրվա խորհուրդը ողջ խոսում է սրա մասին։ Արդյոք ես Տիրոջը ընդունում եմ այդպես։ Արդյոք Տեր Հիսուս Քրիստոս իմ թագավորն է, թե ոչ։ Սա մի հարց է, որ ամեն մեկս պետք է տանք։ Ո՞վ է սա կամ ո՞վ է նա։ Ո՞վ է Տեր Հիսուս Քրիստոսն ինձ համար։ Որպես թագավոր ուզում եմ հիշեցնեմ, որ նրա ձեռքերում է մարդկության ողջ պատմությունը։ Մեր կյանքի սկիզբը եւ ավարտը լիովին Տիրոջ ձեռքերի մեջ է։ Նրա մասին է վկայում Աստծո խոսքը եւ երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, ճանաչում ենք Աստծուն։ Իր մասին է սա այլ ոչ թե մարդկության մասին է։ Նրան են հնազանդվում ճշմարիտ աշակերտները։ Եթե իր աշակերտն ենք, ուրեմն ինչ պետք է անենք։ Պիտի հնազանդվենք։ Նրա խոնարհությունը մեզ համար մեծագույն օրինակ պետք է լինի, որին որ պետք է հետևենք։ Եվ երրորդը նրան արժանի է տալ ողջ փառքը, որտեվ նա է փառքերի Տերը ու արժանի է ամեն փառքի։ Հավիտյանս հավիտենից։ Եկեք աղոթենք։ Բարձրյալ Աստված, Տերերի Տեր, թագավորների թագավոր, իրապես փառաբանում ենք քո սուրբ անունը Տեր, մեծարում ենք քեզ, որտեվ դու ես արժանի ամեն փառքի։ Դու ես, որ գահին բազմած ես ու ամեն բան քո ձեռքերի մեջ է Տեր։ Դու ես արել ողջ երկիրը, երևութականը եւ աներևույթը եւ ամեն բան քո ձեռքերի մեջ է Տեր։
ու ամեն բան պետք է փառավորի քո սուրբ անունը։ Որպես եկեղեցի, որպես հավատացյալներ գալիս ենք քո առաջ Տեր Աստված եւ խնդրում ենք, որ Տեր օգնես մեր հայացքը նորից ու նորից ուղղելու քո վրա, Տեր Հիսուս։ Ուղղելու ու ընդունելու քեզ որպես թագավոր, որպեսզի դու թագավորես մեր սրտերում, մեր կյանքերում։ Աղոթում եմ, որ օգնես Տեր ամեն իրավիճակներում այս հասկացողությամբ քայլելու, որպեսզի ոչ թե մեր անձի փառքը փնտրենք, այլ քո փառքը փնտրենք, Տեր։ Ոչ թե մեր եսը բարձրանա, այլ դու փառավորվես ամեն ինչի մեջ, Տեր։ Աղոթում եմ, որ այցելություն անես նաև բոլոր նրանց, ովքեր որ դեռ քեզ չեն ճանաչում։ Գուցե մեր մեջ էլ հիմա մարդիկ կան, Տեր, ովքեր որ դեռ ճշմարտապես քեզ որպես Տեր ու թագավոր չեն ընդունել։ Դու բացիր այդ մարդկանց սիրտը, խոսիր նրանց հետ, որպեսզի իրապես քեզ ճանաչեն։ Որպեսզի իրապես խոնարհվեն քո մեծության առաջ, Տեր, որովհետև միմիայն դու ես արժանի ամեն փառքի, Տեր։ Մենք անարժան էինք, բայց դու ողորմած գտնվեցիր եւ սիրեցիր, Տեր։ Եվ այո, խաչվեցիր, մահացար, քո արյունը թափեցիր մեր նման անարժան մարդկանց, մեղավոր ու պիղծ մարդկանց համար։ Օգնի, որ Տեր միշտ խոնարհ կերպով գանք քո առաջ։ Քեզանից սովորենք, քեզանից օրինակ վերցնենք, Տեր, որպեսզի ամեն ինչի մեջ էլ դու փառավորվես։ Մեզ ներիր, ողորմիր ու ամեն ինչի մեջ դու փառավորվիր, Տեր։ Նաև խնդրում եմ, որ եկող շաբաթվա մեջ պատրաստ անես մեզ, Տեր Աստված, վերհիշելու ու նորից կարծես քայլելու այն խաչի ճանապարհով, որով դու ընթացար։ Որպեսզի եւս մեկ անգամ հասկանանք, որ այո, փրկությունը մեզ համար ձրի էր, պարգև էր, բայց այն թանկ էր, անգին էր, որովհետև քո արյան գնով մենք գնվեցինք, Տեր։ Մեռած էինք, թշնամի էինք, հեթանոս էինք, քեզ հակառակ էինք, բայց դու ողորմեցիր ու սիրեցիր ու մեզ զավակ դարձրեցիր։ Ուստի ամեն ինչի մեջ դու փառավորվիր։ Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Իփառս Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։